Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակ տեղի ունեցավ Գյումրու Սուրբ Աստվածածին 7 եկեղեցում։ Մանրամասները հայտնի են, թե ինչպես այդ պատարակը տեղի ունեցավ։ Դուք այդ երևույթը ինչպես եք մեկնաբանում։ Նախ ես դա պատարակ չեմ համարում։ Դա ընդամենը լավագույն դեպքում կարելի ասել միջոցառում է, այդտեղ պատարակ չկա։ Որովհետև պատարակը արվում է գոնե գործող եկեղեցիների կամ գործող թեմի ներկայացուցիչների, հոգևորականների կողմից։ Գյումրիում տեղի ունեցավ ընդամենը եկեղեցու զավթում Նիկոլի անմիջական հրահանգով ԱԱԾ-ի եւ այլ ուժային կառույցների կողմից եւ դա այդ մարտու իդեա ֆիքսն էր։ Ընդամենը 2-3 օր առաջ ձեր հարցերին պատասխանելով կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Նիկոլան հողը հայտարարեց, որ ինքը գնում է այն եկեղեցիներ, ես լավ հիշում եմ, ինքը հայտարարեց, որ ինքը գնում է այն եկեղեցիներ, որտեղ քահանաները համաձայնվում են իր նախապայման հետ, որ չհնչեցվի վեհապարի անուն։ Շատ լավ, ինքը այդպես փորձեց ներկայացնել, որ ինքը գնում է այնտեղ, որտեղ համաձայնվում են իր հետ։ Ընդամենը մի քանի օր հետո ինքը իր խոստումը եւ իր հայտարարությունը դրժեց, ցույց տալով, որ ինքը արհամարած ունի եւ թեմերը եւ թեմի հոգեվորականներին եւ նրանց կարծիքը եւ եթե ինքը ուզում է, ուրեմն ինքը այդ ուրեմն միջոցառումը կկազմակերպի։ Խնդիրը նաեւ նրանում էր, որ Նիկոլան հողը այդ ամեն ինչը կազմակերպել էր Գյումրի 7 եկեղեցում, որը համարվում է Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին, այսպես ասած, եւ կազմակերպել էր այդ ամենը երկրաշարժի 37-րդ ուրեմն տարվա օրը, որը իհարկե արհամարանք էր նաեւ գյումրեցիների նկատմամբ։ Այդ մարտը չի կարող ներել գյումրեցիներին իր պարտությունները եւ 2021 թվականի եւ 2025 թվականի չի կարող ներել մարտը շնորհավորեց գյումրեցիների տոնի կապակցությամբ։ Հիմա էլ զավթեց Սուրբ 7 իր կողմից բազմաթիվ մեղադրանքների ուրեմն թոուփոյի տակ հայտնված հոգևորականներին էլ հիմա դարձրել է ամենալավը, մոռանում է թե ինչեր էր գրում իր ընտանեկան թեժթով Միրզախանյանի պահով, մոռանում է ինչեր էր գրում Կջոյանի պահով, մոռանում է թե ինչեր էր գրում, ասենք թե մյուս հոգևորականների պահով, բայց հիմա փաստորեն մարդ է, ես զարմացած եմ, էլի մարդ ամեն դեպքում պետք է ունենա կարմիր գծեր, որովհետև մարդը անասունից տարբերվում է հենց այդ կարմիր գծերով, որ ունի ինքնասիրություն, ունի թասիբ, ունի նամուս, ունի պատվախնդրություն։ Ես որքան նայում եմ, ասենք ինձ հետաքրքիր է էլի, ինքը որ Կջոյանի առաջ չոքել էր, տեսակ, ասենք ինչ էր մտածում, ասենք ընդամենը 2022 թվականի հոկտեմբեր ամսին ազգային ժողովի անդոնից ասում էր հոգևորականը Բենտլի ունենա, դա ինչ կանե, ու հաշվետու չլինի, դուք բանեք, խելակար եք, ինչ է, ես հարցադրում էր անում, դե էլ չասեմ Կջոյանի մասին 2007 թվականից սկսած ինչեր էր տպագրում, սկսած այդ զենք առնելու, զենք պահելու, դրա վերաբերյալ ուրեմն կալանավորումը Կջոյանի, էլ չասեմ, որ նույն 2021 թվականի հուլիսի 12-ին հանրահավաքներից մեկի ժամանակ այդ հայտնի Կջոյանի վերագրվող ձայնագրության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց, որ դա ամբողջությամբ հակաքրիստոնեական է։ Ու հիմա ասենք հակաքրիստոնեության մեջ, զենք պահելու մեջ, Բենտլի ունենալու մեջ, սիրուհիներ պահելու մեջ եւ այլ հանցագործությունների մեջ, մոռանանք նաեւ, որ նույն Նիկոլի թերթը ոչ մեկից հետ չէր մնում, որ մեղադրում էր նույն Կջոյանին օֆշորային սկանդալի համար, մարտով ակտիվորեն նախկին վարչապետի եւ իր սանիկի հետ մասնակցել է հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործընթացին։ Էլ չասեմ, որ այդ ամեն ինչը ինքն էլ էր հրապարակում, հիմա էր Գյումրիում գնացել չոքել էր Կջոյանի առաջ, գոնե մինչև այդ պաճպճում էին իրար։
ասենք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այդ արարողակարգի ժամանակ պաճկճեցին, ողջագրվեցին։ Հիմա ընդհանրապես թեմը չոքեց։ Լավ, գիտեք, այս ամեն ինչը նաև ժողովուրդն է տեսնում։ Գյումրիում տեղի ունեցածը դա նրա սայթագումներ, դա նրա խայտարագություններ եւ դա նրա պարտություններ։ Նաև այստեղ պարտվեց նրա թիմը։ Ես գիտեմ ովքեր էին նրան խոստացել, որ ամեն ինչ շատ լավ կլինի, դե ի սկզբանե էլ ենթադրաբար գիտեք, որ նրանք նախատեսել էին ոչ թե Սուրբ 7 վերքում արարողությունը կազմակերպել այդ, այլ մծվնեցի եկեղեցում անիթ հավամասի, որովհետև այնտեղ իր ծառայությունն է տանում Եզակի Նիկոլան այդ հոգևորականներից մեկը Տեր Ռուբենը, բայց ինչպես երևաց Տեր Ռուբենի հետ շատ հարցերում կարող է ես համաձայն չլինեմ կապված նույն Աջապահյանի կալանավորման հետ իր կարծիքը չեմ կիսում բացարձակ, բայց ամեն դեպքում փաստորեն պարզվեց Տեր Ռուբենը բավական լավ ծանոթ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների եւ շատ պարզ հայտարարեց, որ ահա ինձ համար Նիկոլը շատ թանկ եւ ցանկալի մարդ է, որի համար պատիվ է պատարակ կազմակերպելը, բայց պատարականելը, բայց ասենք ինքով է, որ ես իր պատճառով ասենք իր ցանկությամբ պետք է վեհապարի անունը զեղչեմ, թեմի առաջնորդի անունը զեղչեմ։ Եվ ստացվեց սկանդալ, փորձեցին այս մարդուն մեղադրել ստախոսության մեջ, մի մեղքի մեջ, որը քրիստոնեությունում ամենածանր մեղքերից մեկն է, ինքն էլ շատ կոպիտ հագադարձեց, վերջում ստացվեց այն ինչ որ ստացվեց, տեսակ 29 թե 24, 29 ինչքան գիտեմ, հոգևորականը Շիրակի թեմի ստորագրել է եւ մերժել է Նիկոլին ընդունել իր պայմաններով։ Արդյոք եղավ այն, որ խոպանչի բանով զանգով կամ այսպես ասած պատվերով եկած մի քանի հոգևորականների տարբեր թեմերից բերեցին այստեղ իրենց շոու կազմակերպեցին, թողեցին գնացին։ Դուք որ համարում եք դա պարտությունը Նիկոլ Փաշինյանի, ինչով էր պարտությունը, որ չկարողացավ Գյումրեցի Շիրակի թեմից հոգևորական գտնել, որը իր ուզածով պատարակ կմատուցեր։ Գիտեք, Նարեկ ջան, այստեղ խնդիրը նաև նրանում է, որ ամբողջ գործընթացը սկանդալով գնաց։ Նախ ինքը հենց պարտվեց դրանով, որ 29 հոգևորականներից մեկը գոնե չհամաձայնեց իր համար այդ միջոցառումը անել։ Ոչ մեկը, այս մեկ։ Երկրորդը այն մարդու վրա, որի իրենք հույս էին դրել, նույնիսկ այդ մարդը իրենցից երեցը թեքեց։ Երրորդը ինքը զավթեց եկեղեցին եւ դա փաստ է։ Եթե մինչ այդ, ասենք նույն, ասենք Հովանավանքում, Խաչիկ գյուղում, Արարատ գյուղում, Երևանի Սուրբ Սարգիսում ինքը գնում էր ինչ որ պատարակների էր մասնակցում ճագերտավոր սկզբից, հետո այնտեղ նաեւ Թալինում, հա, որոնք կարելի է որոշ չափով նաեւ ընդունել, որ չնայած ես էլի ի սկզբանե չեմ ընդունել, դրանք ինձ համար միշտ միջոցառումներ են եղել, բայց այնտեղ գոնե գործող հոգևորականներ կային, իհարկե նկատի չունեմ Ստյոպիկին Հովանավանքից, նկատի ունեմ, ասենք Թալին, Խաչիկ, Արարատ, Սուրբ Սարգիս, բայց խնդիրը նրանում էր, որ Գյումրիում ոչ ոք չկար եւ ինքը ստիպված եղավ ուղղակիորեն ԱԱՑ-ի միջոցով հիմնականում զավթել գրավել եկեղեցին առաջին անգամ 7 վերք եկեղեցու պատմության մեջ առավոտյան զանգերը չհնչեցին։ Այդպիսի բան ոչ մի անգամ չի եղել։ Գիտեք, չէ՞ Նարեկ ջան, 7 վերք եկեղեցին մայր տաճարից հետո երկրորդ եկեղեցին է Հայաստանում, որը նույնիսկ չի փակվել Ստալինի կառավարման տարիներին։ Հայաստանում այդ ժամանակ երկու եկեղեցի է եղել։ Նույնիսկ այդ հագաքրիստոնեական աթեիստական թողուպոյի մեջ 7 վերքը երբեք չի փակվել։ Դուք տեսաք, հիշում եք երևի թե ժամանակ ուսանող եք, որ Քիմ Քարդաշյանը փորձեց փակել, ինչ արեց Միքայել Սրբազյանը Քիմ Քարդաշյանի հետ, ուղղակի դուրս շպրտեց։ Եվ դա շատ ճիշտ է, որովհետև ոչ ոք իրավունք չունի եկեղեցի փակել, բայց մենք ցավոք ապրում ենք մի ողբերգալից իրականության մեջ, երբ որ ասենք նույն ասենք իշխանությունները կարող են իրենց թույլ տալ փակել եկեղեցին, որտեղ դա պետք է նրանց։ Երկրորդ պարտությունը Գյումրեցիները ուր էին, պարոն Համբայրյան, դժգոհ, ասում ինչու չտեսան։
Ցասումը տեսակ, ինչի չտեսակ, եւ այդ հարցին եմ ուզում անդրադառնալ, իսկ դուք Գյումրեցի այդտեղ տեսակ։ Գյումրեցին пассив, Գյումրեցին գնաց, Նարեկ ջան, այստեղ խնդիրը գիտես որն է։ Նայեք, ես էլ եմ դեմ, չէ՞։ Բայց ես ինչի գնայի այնտեղ, որ ինձ սադրեին եւ կալանավորեին։ Վարդան Ղուգասյանի կալանավորումը, գիտեք, դա հատուկ օպերացիա է, տեսեք, շատերը մտածում են, որ ասենք դա անիմաստ քայլ էր, ոչ, Նիկոլը ոչ մի անիմաստ քայլ չի անում։ Վարդան Ղուգասյանին եթե ցանկանային կկանչեին հակակոռուպցիոն կոմիտե եւ տեղում կկալանավորեին առանց այդ շոուների, բայց Նիկոլին պետք էր սադրանքի միջոցով ջրի երես հանել այն մարդկանց, ովքեր ակտիվորեն կպաշտպանեին Վարդան Ղուգասյանին։ Եվ այդ 4 տասնյակ մարդկանց ինքը կալանավորեց ու հիմա գցել է բանդերը, գաղութները, տնային կալանք է տվել, ստորագրությամբ չհեռանալու այդ արգելքն է դրել։ Նիկոլը դա արեց, որպեսզի չեզոքացնի Վարդան Ղուգասյանի այն պոտենցիալ կողմնակիցներին, ովքեր պատրաստ են իր համար պայքարելու։ Հիմա նույնն էլ էս պարագայում։ Իմաստը ո՞րն է գնալու։ Ես բազմաթիվ տեղերից տեղեկություններ, չնայած դուք եք երևի թե կարծացել լրատվամիջոցներով, դա նորություն չէ, Գյումրին փոքր քաղաք է, դպրոցի տնօրեններ, փուշ հաստատություններ Գյումրիից, մարզից, նույնիսկ այլ մարզերից պետք է գային լծվեին, ասենք, մասով կապահովեին, որպեսզի մարզվետը, ԿՊ-ակտիվը, մարզի իրեն լավ զգար։ Հետո լուսանկարները տեսակ ԱԹՍ-ից արած փոքրիկ ԱԹՍ-ներից այդ որ տրոն են ասում, տեսակ 7 եկեղեցու թեմա ավելի շատ մեքենա կար, քան մարդ։ Իդեպ մարդկանց 95%-ն էլ հիմնականում ուրեմն ոստիկաններ էին, մեծ քանակությամբ, ահռելի քանակությամբ եւ ինքնըստինքյան Նիկոլի բերված այդ թափառաշրջիկ խումբը, որը Հովանավանքից, Թալինից, Խաչիկ գյուղից, բանից, Արարատ գյուղից դեգերում է իր այդ բոլոր տեղերում։ Տեսակ այդ նույն սադրիչները, այդ նույն մարդկանց վիրավորողները, ես ձեզ հրաշքիր փաստացեմ։ Ուրեմն Նիկոլի, ասեմ, որ ըստ Գյումրիում տարածվող լուրերի, հիմնականում գյուղական վայրերի դպրոցներից տնօրեններին պարտադրելին 10-ից 15 հոգի բերել Գյումրի, ըստ լուրերի, ըստ Գյումրիում տարածված ասեկոսեների։ Ուրեմն այս մարդիկ եկել են, հաշվարկվել են, ասել են, որ մենք եկել ենք, ու գիտեք ուր են գնացել պատարագի մասնակցելու։ Դիմացի եկեղեցին ամենապտկիչ։ Դրա համար 7-ում շատ քիչ մարդ կար, շատ քիչ։ 7-ում մյուս օրերին, մյուս օրերը ասելով նկատում եմ անցյալ կիրակիներին ավելի շատ մարդ եղել, քան այդ պատարագի օր։ Հիմա տեսեք, իշխանությունն ասում է, կաթողիկոսը այլևս իշխանություն չունի Մայրաթոռում, որովհետև Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը այնտեղ են տապալվում, եկեղեցական ժողովները չեն կայանում, սա ինչպես կմեկնաբանեք դուք, կարող եք ասել, որ եկեղեցական ժողովները չեն կայանում, ասեք մի անգամ չի կայացել այդ մեկ, երկրորդը։ Եպիսկոպոսական ժողովը հետաձգվեց, որ այս օրերին ինչ անեք, ես մի անգամը հետաձգվեց, հետո Այս մի անգամն է հետաձգվել, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով։ Երկրորդը, Նարեկ ջան, սահմանադրությամբ Հայաստանում եկեղեցին բաժանված է իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանի ինչ գործն է, կամ քայլիստերի ինչ գործն է, եպիսկոպոսատ ժողովը լինում է, հոգևոր ժողովը լինում է, եկեղեցու, չգիտես ինչ ժողովը լինում է, դա ում ինչ գործն է։ Այդ երկրորդը, երրորդը եւ ամենակարևորը, Նարեկ ջան, Հայ առաքելական Սուրբ եկեղեցում կա 54 եպիսկոպոս։ Այդ 54 եպիսկոպոսից 27-ը ընդամենը մի քանի օր առաջ ստորագրություն էին դրել մի տեքստի տակ եւ պահանջում էին իշխանություններից վերջ տալ այս ամենին եւ սատարում էին Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Այս 27-ի մեջ չկային ոչ Արշակ կներես, ոչ Միքայել Սրբազանը, ոչ Բաղրատ Սրբազանը, ոչ Մկրտիչ Սրբազանը։ Եթե նրանց ստորագրություն էլ տնենք այդ 27-ի կողքին, կստացվի 30 եպիսկոպոսներ եւ ուրեմն արքեպիսկոպոսների ստորագրություն։ Հիմա պարզ մաթեմատիկական հաշվարկ։ 54-ից 30-ը բացահայտ կաթողիկոսի կողքին են, 10 հոգին էլ Նիկոլի կողքին են։ Այն մյուսների մասին էլ չասեմ։ Հիմա
Գիտեք, Ասում են խնդիրը սպասեք առաջիկայում տեսեք նոր զարգացումներ կլինեն, ավելի շատ հոգևորականներ կմիանան։ հա, ես չեմ զարմանա, որ Նիկոլը նոր շանտաժի, նոր ուրեմն ահաբեկման կամ դոլարային դիվանագիտության միջոցով իր կողմը գրավի մարդկանց։ Նարեկ ջան, անցյալ անգամ մենք այս թեմայով խոսացինք, ես չեմ ուզում կրկնվեմ, թե ովքեր են կանգնած Նիկոլի կողքին։ Դուք տեսել եք հետքին տված հարցազրույցը ունեզրկված Փայլակ Հայրաբեցյանի։ Ահա, մարդը պարզ ասում է, երբ գործը մտավ ԱԱԾ, նույն րոպեին կարճվեց, ԱԱԾ-ն կանգնած է նույն, ուրեմն Սամվել Կջոյանի թիկունքում։ Ես ինչի պետք է սուբյեկտիվ կարծիք է, մարդը իր կարծիքն է, ես իրան եմ հավատում։ Դուք տեսել եք, մարդը ասում է կուսակրոնություն, պարզվում է Վազգեն Միրզախանյանը ունի որդի, կին, իդեպ երեկել առանց ամոթի այդ իրեն հոգևորական համարող այդ եսին ինչը նստել էր Պետրոսի առաջ, ասում էր բանը Կիլիկիայի թեմի եկեղեցիներում կաթողիկոսի անունը չէ տալիս, զրպարտություն եւ կեղծիք ամոթ է չի անում, ու սա բարձրաշան հոգևորական է տերտեր է, գոնե գեդինը մտնի իր ասածերի համար, ընդամենը կիրակի օրը, 3 առաջի օրը Տորոնտոյի հայկական եկեղեցում Սուրբ Աստվածածին ինչ կան հիշում եմ, ձայնագրությունը կա, որը վերածվում է Կիլիկիայի թեմի կողմից, առաջնայինը ասում են Վեհափարի անունը, հետո նոր տալիս են ուրեմն Արամ առաջին կաթողիկոսի անունը։ Լավ, ես չեմ հասկանում, սրանք նամուս աբուր ունեն, ասենք Պետրոսի հյուրերը, այս կարգալույծ եղած եկեղեցականները, այս ճամբարափոխ եղած սատանիստները, որ գնաց են Նիկոլին են միացել, ամոթ չունեն, լավ չեն հասկանում, որ իրանց սուդը 15 րոպե հետո բռնվում է։ Նստել էր առանց ամոթի, թուրքերին էր կովում։ Գիտեք որն էր ամենասարսափելին այստեղ, ես համոզված եմ, ինքը տգետ չէ, ինքը փորձում է մահմեդական կրոնը ու թուրքերին նույն հարթակում տեսնել։ Ես Տեսեք հիմա զարմացած եմ։ իշխանությունն ինչ է ասում, պարոն Համբայրյան, ասում է, հա, օքեյ, մենք էլ հետ չենք կանգնում են մեր հայտարարածներից, որ Կճոյանը բիզնեսի փողերի, բազարների մեջ ա եղել, Միրզախանյանի հետ կապված տեղեկությունները ասում է չենք Արտիշտի Չարյանյանի պապան։ Այ, ասում է, բայց այդ ամեն ինչի մեղավորը թույլ տվողը եղել է Գարեգին երկրորդ կաթողիկոս, ասում է, հիմա այդ պետք է այդ թույլ տվողին հեռացնենք, իշխանություններն են ասում, եւ որ նոր մաքրման գործընթաց, ներողություն, եւ որ նոր մաքրման գործընթաց սկսենք, ասում է, իսկ ով է ասել, որ Կճոյանին են մեկին այս գործընթացը շրջանցելու է, ասում է, գլխավորին հեռացնենք այդ խնդիրների մեղավորին, սա իրենց խոսքերն է, հետո նոր կանրադառնանք մյուսներին։ Լավ, հարգելի Նարեկ, ումով են հեռացնում։ Այս 10 եպիսկոպոսներով ու արքեպիսկոպոսներով ամենապախարակված, ամենակեղտոտ անցյալ ունեցող անձանցով ըստ ԶԼՄ-ների եւ տասնյակ հարյուրավոր հրապարակումների, Նարեկ ջան, եթե օրինակի համար, ես օրինակ բերեմ, Գյումրիում անբարոյականությունը պետք է ուրեմն արմադախիլ արվի, Անուններ խնդրում եմ չտաք։ Չէ, ես անուն չէի տա, չէ, ինչ որ պատկերացրեք, ասենք, անբարոյականությունը արմադախիլ են անում, ինչ որ հայտնի կավադի միջոցով Գյումրիում։ Հասկանում եք, չէ՞, ծիծաղելի չէ, ասենք, կաշառակերությունը, օրինակ, Շիրակի պետհամալսարանում մեկին բերել էին, ռեկտոր էին նշանակել։ Ասում են կաշառակերությունը նրա միջոցով պետք է մենք արմադախիլ անենք։ Այդ անձը Հայաստանի մասշտաբով այսպես կաշառակերությունն ու ինքը բան էին, հոմանիշ են, հասկանում եք, չէ՞, հիմա նույնը սրանք են, ասենք Կջոյանին բերել է առաջ, գալիս է Կջոյանի առաջ չոքում է, լավ, մի կողմ եմ դնում, որ ես ընդդիմադիր հայացքներ ունեմ, Նարեկ ջան, դու օբյեկտիվ մտածի, դու հիմա ինչպես ես նայում Նիկոլի ու Կջոյանի վարքագծին, ես օրինակ չեմ կարող դա ընդունեմ, ասենք ամենավերջին վիրավորանքները Նիկոլը տալիս էր Կջոյանին, հիմա գնում դիմացը չոքում է։ Կճոյանի արչև էր ծնկի եկել, թե Աստծո։ Ոչ, այդտեղ Կջոյանն էր կանգնած։ Այդտեղ Կջոյանն էր կանգնած։
Այդտեղ ուրիշ հոգևորական չկա, ես Բայց Աստվածով ֆիզիկապես չէր գալու այդտեղ կանգներ։ Չէ, թողներ որ դիմացը կանգներ։ Կջոյանը կանգնած էր հենց իր դիմաց, ինքն էլ չոքած էր Կջոյանի առաջ, որտեղ Կջոյանն էր առաջնորդում այդ այլանդակությունը, որը իրենք պատարակ էին կոչում զավթված 7-րդ եկեղեցում։ Չգիտեք, բարոյական նորմեր կա։ Ես նոր պատահական չասեցի, որ մարդու ու անասունի միջև տարբերությունը նաև այդ նորմերն է։ Նարեկ ջան, եթե ես քեզ վիրավորեմ, ես համոզված եմ դու երբեք ինձ չես ների, որտեղ դու նորմալ մարդ ես։ Ես այդպես եմ կարծում, բայց ասեք Նիկոլին ու Կջոյանին նայում ես, այդտեղ ոչ մի մարդկային բան չկա, շա կա։ Ասեք ու միջոցով, ու այս կեղտերի միջոցով ինքը փորձում է եկեղեցին մաքրել, հա։ Գիտեք, եկեղեցու մեջ հեչ մարդ չի ասում, որ խնդիրներ չկան։ Եկեղեցին շատ մեծ կառույց է, շատ մեծ ընտանիք է, 6-7 հոգանոց ընտանիքում են բազմաթիվ խնդիրներ, բայց մեր առաքելական Սուրբ եկեղեցին հենց տարբերվում է նրանով, որ եկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Նիկոլ Անհողը աղանդավոր է, Նարեկ ջան, ես բազմաթիվ անգամ եմ ասել, այդ մարդը չի թաքցրել երբեք։ Այդ մարդը կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները իր Facebook-յան էջում դնում բաներ անում, ասում է կասկածեք դեպիցեք։ Պարոն Համբայրյան, Եվ այս ինչ որ ինքը անում է, կներեք, այս ինչ որ ինքը անում է, դա ոչ միայն թուրք-ադրբեջանական պատվերը, այստեղ էլ կա, որտեղ Նիկոլի գերակտիվացումները հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պահով տեղի են ունենում Ալլաշուկյուր Փաշազադեի հագագեկեղեցական զառանցանքներից հետո։ Ինքը նաև այս ամեն ինչում ունի իր սեփական շահը։ Այն ինչ որ ինքը անում է, ընդունված է ավետարանական, ավետարանչական, բողոքական, բապտիստական եւ այլ ուրեմն աղանդավորական եկեղեցիներում, որովհետեւ այդ եկեղեցիներում շատ ընդունված երևույթ է, որ ոչ հոգևորականը կարող է իր քիթը մտցնել եկեղեցու ներքին գործերի մեջ։ Ով է իրանց թույլ տվել։ Բայց հիմա քանի որ իր մոտ դա չստացվեց, եկեղեցու ամենակեղտոտ անցյալ ունեցող պոտենցիալ շանտաժի ենթարկող եւ շանտաժի զոհ դարձած չի բացառվում այդ անձանց ինքը օգտագործում է եկեղեցին ներսից քանդելու համար։ Պարոն Դուք Համբայրյան, մի նորմալ, կներեք, էլի դուք մի նորմալ հոգևորական այս 10-ի մեջ տեսել եք, մի նորմալ հոգևորականի տեսել եք, որ ասեն թե այս ինչ մարդը, այս ինչ թե, այս ինչ կյանք է։ ինչի միջև էս հայտարարությունը չէիք ասում, որ Կճոյանը նորմալ չի, Սարոյանը նորմալ չի, Միրզախանյանը նորմալ չի, ինչու այդ մասին հանրությունը չէր խոսում։ Բայց ով չէր խոսում, ես օրինակ երբեք չեմ թաքցրել իմ հակակրանքը Կջոյանի նկատմամբ։ Տեսեք, հարցս ոչ թե անձնապես ձեզ է, այլ նրանք, եթե այդ փուլում իրենք կաթողիկոսի դեմ դուրս չգային, ես վստահ եմ, որ գնայի օրինակ ասեի Սրբազան դուք բիզնեսների մեջ եք եղել կամ Սրբազան խոսում են, որ դուք սիրու եք ունեցել, այս նույն շրջանակները, որոնք հիմա կաթողիկոս են պաշտպանում, օրինակ ինձ կքննադատեին, սուր կքննադատեին, հա, բայց հիմա երբ իրենք այլ կարծիք են հայտնում, դարձել են, այսպես ասած, աչքի գրող, այստեղ չեք կարծում, որ անձերի շուրջ է ոչ պայքարը, ոչ թե ինստիտուտի։ Չէ, Նարեկ ջան, անձերի շուրջ է, պետք է անձերի շուրջ լինի։ Իսկ կարող է Կջոյանի տեղը ինչ որ թե Վարֆալամեին է։ Արդուղիմեոս է ինքը։ Կջոյանն է Կջոյանի անձի շուրջ են քննարկում, Սարոյանն է Սարոյանի անձի շուրջ են քննարկում, բանն է Քյարամյանն է Քյարամյանի անձի շուրջ են քննարկում։ Ես ուզում եմ ասեմ, որ միջև այդ հայտարարության տարածումը ինչու չէին ասում այդ ամենի մասին։ Որովհետև այդ մարդիկ ինչպես ռուսն է ասում, բանը ծիշե վատի, նիշե տրավի։ Պարփակված ապրում էին այդ մարդկանց միջից, տեսեք, ես նշեցի, ես նախկինում միշտ քննադատել եմ Կջոյանի եւ նրան համարել եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկանիշի վրա, ուրեմն այսպես վատ ազդող անձնավորություն, բայց Կջոյանը մինչև հիմա չէր փորձել դառնալ, այսպես ասած, բանը ջահակիր եկեղեցին մաքրելու առումով։ Սարոյանը փոխանորդն է, ներողություն, քանի որ տեղապահն է, հա, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է եւ ըստ էության, եթե օրինակ իրավիճակ ստեղծվի, որ կաթողիկոսի գահը թափուր է, որոշ դեպքում ժամանակ ինքը պետք է լինի տեղապահ։ Ըստ ձեզ նա այդ ախորժակով է գործընթացին միացել։
Նարեկ ջան, ես նոր ասեցի, ինքը այդքան է դա խորժակով չէ, ինչքան իր անվտանգությունն ու իր անցյալի կեղտերը ջրի երես պաշտոնապես դուրս չանելն է։ Ես նոր պատահական չնշեցի, որ հարգելի Նարեկ, դուք տեսել եք, ասենք, նույն Հայլակ Հայրապետյանի հարցազրույցը։ Այդ մարդը բարդ պատերով ասում է, գործը վերաբացվեց Նիկոլի իշխանության գալուց հետո 19 թվականին գործը մտավ ԱԱԾ եւ կարճվեց։ Այսինքն ԱԱԾ-ն է կարճում քրեական գործը Կջոյանի դեմ, այսինքն ինչ ծառայություններ է մատուցում Կջոյանը ԱԱԾ-ին եւ մեխանիկորեն իշխանություններին։ Այս Նիկոլը կարող է, ասենք, 15-20 տարի առաջվա այդ բաները այլանդակությունները նախկինների կողմից իրականացված 10 տարի առաջվա 8 տարի առաջվա բացահայտել, բանի ինչպես ինքն է ասում, թփից թուփ, բանից պաստուրմա հետ բերել, բաները կոպեկ առ կոպեկ հետ բերել իբր թե պետական բյուջե, բա հələ թող հələ պարզի այդ Փայլակ Հայրապետյանի հետ կապված ամբողջ այդ այլանդակ պատմության մեջ Կջոյանը ինչ մասնակցություն է ունեցել։ Եվ ընդհանրապես Նարեկ ջան, եթե օրինակ ինչ ասեմ, չեմ ուզում վատ օրինակներ, ինչ որ մի հատ կաշառակեր կամ մի հատ անբարոյական, եթե հեռուստացույցով, ասենք դու տեսնում ես, որ դու վերջով ապրել ես երկար տարի Գյումրիում, ուսանող ես եղել այստեղ, ասենք դու ճանաչում ես ինչ որ մեկին, որը շատ վատ մարդ է, կաշառակեր է, օրինակի համար, ու մի ամիտ տեղը դու հեռուստատեսությամբ տեսնում ես, որ այդ մարդը կանգնած է Նիկոլի կողքին ու ասում է մենք պետք է պայքարենք կաշառակերության հովանավորության դեմ, դու չես անդրադառնա այդ մարդուն։ Ես ինքս բազմաթիվ անգամ տեսել եմ քո գրառումների մեջ, այն որ ասենք մարդիկ հարձակվում էին օրինակի համար Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտորի վրա, գոնե ես տեսել եմ, չէ՞, դու ինչպես մի կողմ դրեցիր ամեն ինչ, ասեցիր լավ, բերեք հենց այս մարդուն, որ այսքան քննադատում եք, ես էս եմ ասում այդ մարդու բաղով։ Այսինքն դու իրավիճակից դուրս գալով ես անդրադառնում այդ մարդուն։ Եթե այդ մարդը չդառնա հանրային քննարկման առարկա, դու էլ չես անդրադառնա այդ մարդուն, ես չեմ անդրադառնա։ Հիմա եթե Կջոյանը, եթե Միրզախանյանը, եթե ըստ լուրերի եկա տղա ունեցող եւ Նիկոլին ծառայած բազմաֆունկցիոնալ արտիստի Քարամյանի պապան իրանց սուտ չխաղային, ոչ ես կանրադառնայի նրանց, ոչ հազարավոր այլ մարդիկ, մենք չենք անդրադառնա նրանց, որովհետեւ այդ մարդիկ գոնե ամոթները առած իրանց մեջ կողքի կքաշվեին ու չէին փորձի իրանց սուրբ բան անել, հասկանում եք, այն պատմությունը լրիվ, որ ասում են, եթե կան ով է այստեղ ամենասուրբը, քարովից զարկեք, սրանք պարզվեց իրանք սրբերից սուրբն են։ Պարոն Համբայրյան, ինչպես եք այն մտքին վերաբերում, որ Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում պետական դրոշը լինի, պատարակներից առաջ պետական օրհներ կհնչի, դե մեր պետության խորհրդանիշերն են դրանք, կարծում եմ ինչ որ խնդիրը հետևյալն է, Նիկոլան հողը դուք շատ էս բան աղջատված բերեցիք նրա միտքը, ինքը ինչի համար է ասում, որ պետք է օրինակ օրհներ կհնչի, դուք հիշում եք, չէ՞, ինքը գրառում էր արել, այդ մարդը նայեք, խնդիրը որն է նայեք, այդ մարդը բացարձակ ոչինչ չգիտի, ուրեմն կարծրատիպեր ունի ու ինքը ամենակարևորը ամոթ չունի, երբ որ ինքը իր գիտությունը հանրայնացնում է, օրինակ հիշում եք, չէ՞, մի անգամ Հելավազգային ժողովի անդամին, չէ՞, ասեց Ստալինը հենց որ իմացավ, որ Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, գնաց կորավ 3 օր Բերանքսիվայր ընկել էր վար, հետո գտան, չի եղել նման բան, հասկանում եք, չէ՞, չի եղել նման բան, դա աբսուրդ է, բայց այդ մարդը ամոթ չունի, այդ մարդը չի ամաչում, որ այդպիսի բաներ անցնում, հիմա Նարեկ ջան, ինքը ասում է օրհներ պետք է հնչի 5 րոպե առաջ պատարակից, որովհետև ըստ իրեն, որովհետև ուրեմն Հայաստանը քրիստոնեությունը հայ առաքելական սուրբ եկեղեցին ձևավորվել է 301 թվականին։ Նախ սկսենք նրանից, որ ինչպես եւ նոր մեր հարցազրույցի սկզբում նշեցի, եկեղեցին բաժանված է պետությունից ու երկրի ղեկավարը իրավունք չունի ասելու թե եկեղեցու ներսում ինչ պետք է լինի։ Այդ մեկ, բայց անցնենք երկրորդը։ Նարեկ ջան, այս մարդը չի տարբերում, որ եկեղեցին հայ առաքելական սուրբ եկեղեցին, որը իրական ուրեմն
առաքյալների կողմից է ստեղծվել, իրական առաքյալների, Սուրբ Բարդուղիմեոսի եւ Սուրբ Թադեոսի, ստեղծվել է Քրիստոսի մահվանից հետո 33 թվականին, Քրիստոսի ծննդից հետո, եւ որ նրանք թողել են Երուսաղեմը, Իսրայելը եւ եկել են Հայաստան, արդեն 50-ական թվականներին Քրիստոսի ծննդից հետո եղել է հայ առաքելական եկեղեցի, բայց 250 տարի անց այդ եկեղեցու հավատքը, որը շատ խիստ հալածանքների ենթարկվել, ուրեմն հետապնդվել են բոլոր քրիստոնյաները 301 թվականին նոր Հայաստանում ընդունվել է որպես պետական կրոն։ Այս մարդը չի տարբերում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն հիմնադրումը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ուրեմն բանից տարբերությունը չի տեսնում, չի հասկանում։ Այս մեկ, երկրորդը հիմա նայեք, խնդիրը որն է։ Մենք այն եզակի ժողովուրդներից մեկն ենք աշխարհում, եզակի չէ, մեր նման մի քանիսն են, ասեք թե մենք ենք հրեաներն են, իռլանդացիներն են, որոնք հիմնականում ցեղասպանության ենթարկվելով հիմնականում ապրում են դրսում, ոչ թե իրենց պատմական հայրենիքում։ Աշխարհում կա 11 միլիոն մարդ, որից գոնե 8.9 միլիոնը համոզված են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են։ Հիմա պատկերացրեք, ասենք օրինակի համար Ֆրանսիայում ասեն, որ Ֆրանսիայում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն պատարակներից առաջ Ֆրանսիայի օրհներ կա արտասանենք։ Հասկանում եք, չէ՞։ Թուրքիայում ասեն մեր օրհներ կա արտասանենք։ Ասենք Իրանում ասեն բանը ճյուղայի եկեղեցու մեր օրհներ կա արտասանենք կամ Թեհրանի։ Լավ, չի կարելի, հասկանում եք, մենք չպետք է թույլ տանք, որ մեր այս ներսի խնդիրները նաև տարածվեն դրսում։ Չի կարելի։ Երկրորդը դրոշը ծածանելը։ Դրոշը ծածանելը իմաստը որն է։ Նույնը կարող է վաղը մյուս օր ասեն, մեր դրոշն է ծածանեք ձեր եկեղեցուտեն։ Ռուսաստանը, Մոսկվայում, չէ, 1905 թվականի մետրոյի կողքն է, մեր Սիրում, Հոյակերտ ուրեմն եկեղեցին, ասեն ռուսական դրոշը դրեք ու տնկեք հայ առաքելական եկեղեցու առաջ։ Դա մեր ուրեմն հայրենիքն է, դուք էլ մեր տարածքում եք ապրում։ Լավ, իմաստը որն է։ Ինչ որ անում են Նարեկ ջան, պետք է հասկանան, որ դրա ուրեմն բումերանգի էֆեկտը կա։ Հիմա մենք ունենք այս իրավիճակը, մեր բնակչության ասում եմ, մեր հայրենակիցների մեծ մասը ապրում է Սփյուռքում, մենք նաև նրանց տեսանկյունից պետք է նայենք։ Դրոշ դնելը որն է եկեղեցու կողքը։ Դուք հլը ապահովեք դրոշները ձեր պետական մարմինների վրա դնելով, մենակ։ Եկեղեցին չի կարող քաղաքականացվել, ամեն դեպքում դրոշը դա քաղաքական է։ Ասում են կաթոլիկոսն է հենց քաղաքականության մեջ մտել։ Ուրեմն հարգելի Նարեկ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կաթոլիկոսները զբաղվել են քաղաքականությամբ։ Երբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին տեսնում է, որ հայրենիքը վտանգի տակ է, ինքը նույն րոպեին մտնում է խաղի մեջ։ Սա պետք է բոլորը գիտենան։ Երբեք չմոռանաս Նարեկ ջան, որ մենք մեր պատմական հայրենիքում հայկական լեռնաշխարհում 1045 թվականից մինչև 1918 թվականը պետականություն չենք ունեցել։ Ես Կիլիկիայի հայկական պետությունը մի կողմ եմ թողում։ Եվ տեսեք պատական չնշեցի հայկական լեռնաշխարհում։ Եվ պետական ֆունկցիաները կատարել է կաթողիկոսը։ Կաթողիկոսի հետ են համաձայնեցրել իրենց քայլերը հռոմեացի կայսրերը, բյուզանդացի կայսրերը, թուրք սուլտանները, պարսից շահերը, ռուս ցարերը։ Երբ մենք կանգնած ենք եղել վտանգի առաջ, ովքեր էին առաջնորդում մեր ժողովրդին, կաթողիկոսները, բա դուք նորմալ եք համարում, որ Նիկոլան հողը իր պրիմիտիվ քայլերով Ալիևի հետ համատեղ բանով շոու կազմակերպելով իրական կատաստրոֆիկ զոհերով ու մեր կորուստներով առաջ գնար, հա, Արցախը հասնել, կաթողիկոսները թևերը կանտած ծեր ասեր նորմալ է ամեն ինչ, հա։ Նորմալ է ամեն ինչ։ Ես համաձայն չեմ։ Ով է ասել, որ եկեղեցին քաղաքականությամբ պետք է չզբաղվի։ Եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելը երկու նպատակ ունի՝ հայրենապաշտպանություն եւ հայապաշտպանություն։ Երբեք Նարեկ ջան չմոռանաս նաև, որ այն սպյուրքը, որը մենք ունենք, հիմնականում իր շնորհիվ եկեղեցու է մնացել։ Թե չէ այդ նույն հայերը, եթե եկեղեցին չլիներ, կրոնը չլիներ, եթե եկեղեցու կողմից
կիրակնորյա դպրոցների բացելը չլիներ, մշակութային օջախների բացելը չլիներ, հետազոտական կենտրոնները չլինեին նրա եկեղեցու կողմից բացված, մենք երբեք հայ չէինք ունենա, բոլորը գծուլվեին, բոլորը։ Այնպես որ հեքիաթը, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, եւ այլն, դուք եք ստիպե, որ եկեղեցին մտնի քաղաքականության մեջ։ Դուք եք ստիպե, առանց ամոթի, առանց ապացույցներ ներկայացնելու, այս ինչ մարդը կագեբեշնիկ է։ Ամոթ է, ժողովուրդ, այդ ժողովուրդ ասելու դիմում եմ այդ քայլիներին։ Էդորեն Միրզախանյանը, այն Սարոյանը, ես իմ ինչեր են, բանը, Գարեգին երկրորդը գործակալ է։ Դուք գործակալների եք ծառայում, ում գործակալն է։ Ով պահպանեց Հայաստանում իշխանությունը Նիկոլի համար։ Այդ ով հարցազրույց տվեց Ռոսիա Կրեմլ Պուտինին ու ասեց я думаю, такого мнения, что Никол Ваваевич не предатель։ Պատի ծագերում փախած նիկոլականները բանի մկի ծագերն էին մտել պատերազմից հետո վարչենապես ակտիվացան, բոլորը սկսեցին Պուտինին բանանել, ցիտել, որ տեսեք ով է ասում, որ Նիկոլը դավաճան չէ։ Այդ մոռանում ես Նարեկ ջան, Կոնստանտին Զատուլինի եւ մեծ կրեմլյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հայտնի հայտարարությունները եւ ելույթները եւ հոդվածները։ Այդ Անդրանիկ Միհրանյանը չէր ասում, որ 2021 թվականի փետրվարին հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի ճակերտավոր ապստամբությունը ում կողմից է ճնշվել ռուսերն են արել։ Այդ ես չեմ ասում, այդ ասում է մեծ կրեմլյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Այդ Կոնստանտին Զատուլինը չէր, որը պերսոնա նոն գրատա է հայտարարված Նիկոլի կողմից, ասում որ մի քանի անգամ Ռուսաստանը փրկել է Նիկոլի իշխանությունը տապալումից։ Ես փաստերով եմ խոսում, Նարեկ ջան, ես ինձանից բաներ չեմ հնարում, ի տարբերություն Միրզախանյանի եւ մյուսների։ Իրանք ոտքից գլուխ գործակալ են, ոտքից գլուխ, ապացույցներով ներկայացրեց, որ ի շնորհիվ Պուտինի պահպանել են իշխանությունը Հայաստանում, իմ ասում են, այս ինչը KGB-ի գործակալ է, ամոթ է, ամոթ, չի կարելի։ Ամեն դեպքում մեր եկեղեցին, եթե համեմատում ենք կաթոլիկ, ռուս ուղղափառ եւ այլ եկեղեցիները, մաքրամաքուր է ավելի շատ։ Շնորհակալություն, պարոն Համբայրյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։